Վերադարձանք տաղավար, իսկ այս բան պետք է շտապենք արդեն ներկայացնենք մեր հաջորդ հյուրին, որի հետ կզրուցենք շատ կարևոր թեմայի շուրջ, ավելի ճիշտ թեմաների, ճիշտ է, մայիսի 28-ն այսպես առիթն է հանդիսացել, բայց ոչ միայն 28-ի մասով, այլ շատ այլ առիթներ ունենք զրուցել նրա հետ, քանի որ դեռևս ես մայիսի 28-ով սկսեմ, Առո Բաբաջանյանի համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է արդի կամերային երաժշտության համերգ։ Այդ թե ինչ համերգ է եւ որ համերգների եւ մյուս առիթների, որոնց որ ես քիչ առաջ անդրադարձա, ավելի մանրամասն կպատմի արդեն մեր հյուրը, ով տաղավարում է։ Եվ մեր տաղավարում է հեղինակ կատարող Վահան Արծրունին, բարի լույս։ Բարի լույս։ Ուրախ ենք առավոտը սկսել ձեզ հետ եւ շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ։ Այո, շնորհակալություն, որ մեզ հետ եք առավոտը սկսում։ Դերևս անդրադառնանք մայիսի 28-ին, թե գնանք մի երկու ամիս հետ դեպի մարտ ու մեկնարկը երբ որ տվել է ձեր համերգային շարքի հետևից գանք։ Իհարկե, այսինքն սա համերգային շրջան է, սովորաբար մեզ մոտ էսպես սեզոնային է երաժիշտների մոտ, որովհետև գարնանային եւ ամառային սեզոնը, հետո հաջորդում է աշնանային, եւ այնպես է բաշխել համերգային ծրագրերը, որ համազոր կերպով ներկայացվեն բոլոր երաժշտական ուղղությունները, որոնք որ ես այսպես ներկայացնում եմ բեմից։ Նկատի ունեմ ռեցիտալի ֆորմատ, այսինքն մենահամերգի ֆորմատը, դուետներ, տրիոներ, կամերային փոքր կազմի հետ, կամերային մեծ կազմի հետ, եւ այս ընթացքը այսպես շարունակվել է պրոգրեսիվ երաժշտություն, որ ընդհանրապես հեռու է ձևաչափերից ռոք երաժշտությանն է վերաբերվում, եւ սա հերթական արդեն թվով 7-րդ Բայց հետաքրքիր է, գիտեք որն է, պարոն Արծրունի, որ ախր 7 համերգ արդեն տեղի ունեցել է մարտի ամսվա վերջից։ Սա 7-րդն է, 6-ն է։ 7-րդը նոր 28-ին է սպասվում։ 6 համերգ արդեն տեղի ունեցել։ Այդ 6 համերգները մեկը մեկին չի կրկնվել, այսինքն մեկը մեկից տարբեր են եղել։ Նախ 2 ամիսը դեռևս չլրացած ամեն դեպքում կարծում եմ գուցե սխալվում, չգիտեմ, բայց ինձ համար կարծես թե այդ 6 համերգներն էլ այսպես ռեկորդային ցուցանիշ է, հատկապես երբ որ նորից եմ կրկնում, չեն կրկնվում ծրագիրը ձևաչափեր չեն կրկնվում։ Նույնիսկ ձևաչափը։ Այստեղ, այսինքն բնականաբար մեկ տեղում, մեկ վայրում չեն, այսինքն լոկացիաները տարբեր են։ Առաջին համերգը Ռազմիկ Դավայանի 85-ամյակին նվիրված գրական երաժշտական երեկո էր Քաֆեսճանում, հետո Իգիթյանի Գեղագիտության ազգային կենտրոնում, հետո համերգ եղավ նոր շատ հետաքրքիր հարթակում ֆիլհարմոնիայի, այսինքն Առո Բաբաջանյան սրահում առաջին հարկում նոր համերգային հարթակ են ձևավորել, որտեղ հնարավոր է ներկայացնել այսպես պրոգրեսիվ կամ ռոք երաժշտության ձևաչափը եւ ոնց որ թե մեկնարկը ես եմ տվել իմ ընկերների հետ, գործընկերների հետ, այսինքն այդ հարթակը սկսեց գործել մեր համերգով եւ հիմա բավականին էֆեկտիվ է այդպես գործում է եւ այսպես այս ընթացքը կամաց եւ այսպես լոկացիաների համերգային իմաստով մասշտաբը մեծանում է եւ ամսի 28-ի համերգին մենք հանդես ենք գալու Առնո Բաբաջանյան համերգասրահի բեմից եւ բավականին մեծ կազմով արդեն վերևում մեծ համերգասրահի եւ սա շարունակվելու է մինչեւ հուլիսի 25-ը եւ ավարտվելու է օպերային թատրոնում։ Սա շարունակվելու է ինչ նկատի ունեք։ Այսինքն այս շարքը համերգների։ Ծավալները համերգների երբ կմեծանան։ Տարբեր ծրագրերով, նույնիսկ ձևաչափերով։ Այո։ Այստեղ երկընթիրը հետեւյալն է, անցած տարին Կոմիտասյան էր, կհիշեք, մենք առիթ ունեցել ենք այստեղ հանդիպելու եւ այնպես ստացվեց, որ այսպես հետ նայելով ես հասկացա, որ ամբողջ տարվա ընթացքում ես կատարում եմ միայն Կոմիտասյան ծրագիրը։ Կոմիտաս բանաստեղծ եւ երաժիշտ է այդ ֆորմատը, որ 8 համերգ եղավ ընդհանուր առմամբ։ Եվ հասկացա, որ պետք է այսպես ժողովրդական լեզվով ասած շոհուլի բերել այն իմաստով, որ այսպես նաև ներկայացնել մնացած բոլոր ոլորտները, որոնք ինձ առանձնապես հետաքրքիր են, բացառած նաև կան այսպես խորհրդանշական առիթներ, օրինակ պրոգրեսիվ երաժշտության մեր խումբը 25 տարի է գործում եւ մենք արդեն երկրորդ համերգով եկող ամսվա ընթացքում պետք է նշենք, բայց ամպլակտային, այսինքն ակուստիկ վերսիայով պետք է նշենք եւ ելի պետք է շարունակենք, որովհետեւ ամռանը նաև նախատեսում ենք բացօթյա մեծ
մեծ համերգ։ Հա, ինչքան թեմաներ ունենք։ Գանք, բայց ամսի 28-ի ծրագրին եւ այն ինչ արդեն հասանելի է եւ հայտնի է լսարանին հնչելու են ձեր երաժշտությունը, որոնք ստեղծվել են հատուկ բանաստեղծությունների հիման վրա ձեր գրած Ռազմիկ Դավոյանի եւ Կոմիտասի։ Այս շղթան ինչպես են կապվում երեք հեղինակներն իրար։ Դե սա իր ձևաչափով կամերային երաժշտության այսպես ձևաչափ է, սեկուլար երաժշտության, այսինքն աշխարհիկ երաժշտության ձևաչափ, որը ինձ շատ հոգեհարազատ է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ համագործակցում եմ կարծում եմ լավագույն երաժիշտների հետ Հայաստանի, Կավեարտ անսամբլը, ընդլայնված կազմով եւ իհարկե հատուկ հյուր ունենք այս համերգին իր մասնակցությունը բերելու չտեսնված երգչուհի, ինձ համար պարզապես վերջին շրջանի իմ այսպես հայտնություններից մեկն էր, որ պարզապես ապշեցրեց, նա կատարեց իմ ստեղծագործությունը կարծեմ ապրիլ ամսին Կոմիտաս բանաստեղծ եւ երաժիշտ այդ ծրագրի շրջանակում, երբ մասնակցում էր Երևանի պետական կամերային երգչախումբը նաև համերգին, նա ամենակատարն է այդ երգչախմբի, չնայած օպերային երգչուհի է եւ նաև երգում է Մայրաթորի երգչախմբում, Նելի Քալաշյան, եւ նա մասնակցելու է եւ երգելու է մեներք եւ իհարկե դուետներ ինձ հետ։ Իսկ ծրագիրը ինքը բավականին էսպես, այսինքն ես աշխատել եմ այնպես կազմել ծրագիրը, որ հավասար կերպով ներկայացվեն շարքերը, շարքը գրված Կոմիտասի բանաստեղծություններով, Ռազմիկ Դավոյանի եւ իմ բանաստեղծություններով գրված շարքը, որ այսինքն շատ քիչ են առիթները լինում ներկայացնելու։ Այնպես որ այս համերգը խորհրդանշական է նախ այդ առումով, այսինքն բացառիկ երաժիշտների հետ համագործակցությամբ եւ իհարկե այն, որ ամսի 28-ին ես այսպես միշտ ամեն տարի աշխատում եմ մայիսի 28-ին, այսպես իմ արվեստով կամ մշակույթով հաղորդակցվելու չափը ներկայացնել։ Ավանդույթներին կամ հենց կոնկրետ այս ավանդույթին հավատարիմ եք։ Ուղիղ 40 տարի։ 40 տարի մայիսի 28-ին համերգ է տեղի ունեցել։ Այո, որովհետև գիտեք, այսինքն առաջին համերգը ինչ եմ վստահ ասում, որովհետև 85 թվականին ես առաջին անգամ ներկայացրեցի համերգային ծրագիր, որը ընդգրկում էր բացառապես իմ ստեղծագործությունների երգերը։ Իսկ դա առաջին համերգն էր եւ դա է պատճառը, որ օրացույցում հենց մայիսի 28-ն է ֆիքսված։ Չէ, այդ համերգը ապրիլի 27-ին էր, բայց ամեն պարագայում ամսի 28-ին ես այդ ավանդույթը պահում եմ, այսինքն յուրաքանչյուր տարվա ամսի 28-ին, լինի դա Հայաստանում կամ Հայաստանից դուրս, անպայման ես կազմակերպում։ Միևնույնն է, այդ օրը մենք գիտենք, որ Վահան Արծրունին հաստատ համերգներով է կապը պահում հանրության հետ։ Այդ նույնիսկ եթե ամբողջ տարվա ընթացքում ոչի բան, իսկ այդ շրջաններ լինում են, երբ որ ստուդիական աշխատանքով է զբաղվում եւ թատրոնի կամ կինոյի համար երաժշտություն է գրում, բայց այնուամենայնիվ մայիսի 28-ը Տոմսերը մնացել են։ Տոմսերը դե ված չեն գնում, այնպես որ դեռ կարող են ձեռք Եթե շտապեն, դեռ մի երկու հատ մնացել է։ Մի երկու հատ չէ, բավականին կա, դեռևս քանի օր կա, այսինքն համարյա մեկ շաբաթ կա, այնպես որ չէ, ինքը այսպես բնականon ձևով Ամեն դեպքում բաց չթողնեք հնարավորությունը ամսի 28-ին Առոբ Աբաջանյան համերգասրահում տեղի կունենա ժամը 19:00։ Այո։ Տոմսերը ձեռք բերեք, իրոք շատ հետաքրքիր ու շատ գեղեցիկ համերգ է սպասվում։ Երաժիշտների մասով խոսենք նաև, ովքեր են այս անգամ, թե հերթական անգամ նույն երաժիշտներն են։ Դե Կավեարտ անսամբլը հիմնվել է մի քանի տարի առաջ, նախաձեռնողը եւ հիմնադիր կարելի է ասել, այսինքն մտահղացումը մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտա սոլիստ եւ կոնցերտմայստեր Նարեկ Ավակյանինն է, այսինքն ինքը ստեղծել է այդ գաղափարը եւ համախմբել է իր շուրջ երաժիշտների, սկզբնական շրջանում դա քարյակ էր, այսինքն Կավեարտ կվարտետ եւ նպատակ ուներ այդ քարյակը կատարելու հիմնականում բարոկկո երաժշտության շրջանի եւ կլասիցիստական շրջանի երաժշտությունը, որը այդքան էլ ներկայացված չի Հայաստանում։ Այսինքն բազմաթիվ առիթներ եղել են եւ Արդեան ցուցասրահում, որտեղ ես 2.5 տարի կազմակերպում էի Վազգեն Բրուցյանի հետ համերգները յուրաքանչյուր 5 շաբթի օրը, այսինքն մեր ընկերությունը ստեղծագործական ծնվել է այնտեղից է գալիս։ Եվ ըստ այսպես պահանջի համերգային ձևաչափի այդ քարյակի
ձևաչափը ընդլայնվում է եւ այս անգամ նաեւ քարյակին միանալու են երկու երաժիշտներ, ջութակարուին եւ կոնտրաբասուհին, իսկ Նարեկ Ավագյան ֆլեյտայի բոլոր մենանվագներն է նվագելու, այնպես որ ինքը, այսինքն դասական իմաստով, այսպես կամերային կազմ է, հնգյակ, լարային, ֆլեյտա եւ երկու վոկալիստ, ես եւ ինչպես ասեցի Նելի Քալաշյանը։ Հիանալի այնպես որ մեր հեռուստադիտողներին որպես հանդիսատես սպասվում է բացառիկ ծրագրով չկրկնվող համերգ, բաց թողնել չի կարելի եւ ինչպես զրույցից առաջ եթերային եւ եթերում էլ մի պահ նշեցիք որ գնալով մեծանալու է եւ հետագայում արդեն օպերային դահլիճում կլինի համերգ, կարող ենք մի փոքր փակագծերը բացել, թե այս ընթացքում մոտավորապես քանի համերգ կարող է հեռուստադիտողը ակնկալել, որ տեղի կունենա եւ ինչ ձևաչափերով կլինեն։ Դե այս համերգից հետո նախատեսվում է հունիսի 16-ին պրոգրեսիվ երաժշտության համերգը, այսինքն ակուստիկ ձևաչափով, unplugged, այսպես ասած ձևաչափով, նույնպես Արնո Բաբաջյան համերգային դահլիճում, ամսի 20-ին մենք կրկնելու ենք Քաֆեշյան հիմնադրամի հատուկ միջոցառումների սրահում Ռազմիկ Դավայանի 85-ամյակին նվիրված հերթական միջոցառումներ լինելու, որտեղ ծրագրավորում ենք մինչև տարվա վերջ բազմաթիվ միջոցառումներ։ Եվ հետո ինձ խնդրեցին դադար տալ 1 ամիս, որովհետև օպերային թատրոնի դահլիճ բավականին մեծ է, 1000 տեղանոց դահլիճ է եւ պետք է այսպես ոնց ասում են լրություն եթերում ապահովել։ Եվ իհարկե այսպես շատ սպասված իմ կողմից համերգային ծրագիր է լինելու, որը ներկայացնելու է իմ մշակումները Մեսրոպ Մաշտոցի շարականների, նույնպես Նելի Քալաշյանի կատարմամբ եւ Կոմիտաս վարդապետի բանաստեղծությունների հիման վրա գրված շարքն է ներկայացվելու, բայց մեծ կազմով օրկեստրը ղեկավարելու է Կարեն Դուրգարյանը եւ ընդհանրապես այդ նախաձեռնությունը եւ հրավերը իր կողմից էր արված, որը ինձ համար եւ մեծ պատիվ է եւ իհարկե վայելք, պարզապես երաժշտական վայելք։ Գիտե պիտի ասեմ, որ առաջին կատարողը այդ շարքերի եղել է հենց Կարեն Դուրգարյանը 10 թե 11 տարի առաջ։ Երբ էր սպասվում։ Դա լինելու է հուլիսի 25-ին։ Հուլիսի 25-ին։ Այո։ Կսպասենք ու հուսով եմ դեռ առիթ կունենանք նույնպես այս թեմայի շուրջ հանդիպելու, որովհետև այս շատ համառոտ, այսպես համեստ ներկայացրեցիք այս բանը։ Սա փոքր անոնս է։ Եվ հնարավորություն, որպեսզի մեր հեռուստադիտողները այսօր է հիմա արդեն իրենց օրացույցում ամրագրեն, որ երեկոյան զբաղված են եւ պետք է լինեն այդ համերգին։ Իրականում ուզում ենք ասենք շատ շնորհակալություն ձեզ, նաև սպասվող համերգների հետ կապված հաջողություն ենք մաղթում։ Ձեզ էլ մեկ անգամ եւս հիշեցնենք, սիրելիներս, որ մայիսի 28-ին Արնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա շատ գեղեցիկ համերգ, ինչի մասին քիչ առաջ զրուցեցինք արդեն Վահան Արծրունու հետ, այնպես որ բաց չթողնեք այս հնարավորությունը։ Ձեզ էլ ուզում ենք ասենք շնորհակալություն, որ մեր տաղավարում եք կիսվեցիք դեպի տեղեկություններով ու հուսանք, որ ինչպես քիչ առաջ նշեցի, այլ նաև նախագծերի շրջանակներում մենք որ սիրով ձեզ կսպասենք այդտեղ։ Շնորհակալ եմ։ Ձեզ լավ օրենք մաղթում, մենք ունենանք երաժշտական ընդմիջում եւ կարծում եմ վայելք երաժշտական հիմա մեր եթերում, որից հետո կվերադառնանք շարունակելու մեր առավոտ լուսան։